Խաղություն սիրելի եկեղեցի, سرور صفا بر شما کلیسای عزیز خدا եղբայրներ ջան, برادران عزیز եւ քույրեր, որոնք լսում են, و خواهرانی که صدای ما رو میشنوند թող ձեր սրտերը չտխրի, որովհետեւ այսօր էլ Աստված իր սուրբ հոգովը մեզ մխիթարելու է دل شما رنجور نه و ضعیف نشه که خدای بزرگ با روح و قدوس خودش ما رو تسلی میده եւ այն խոսքերը եւ խոստումները, որ Հիսուսը ասել է իրեն հավատացողների, و اون کلمه ها و اون وعده هایی که عیسی به پیروان خودش داده այսօր այս խոսքերը մեզի զորացնող են, մեզի պաշտպանող են این کلمات ما را زورآور میکنه به ما تسلی میده եւ մեզի առաջնորդող են դեպի առաջ գնալու հավատքի կյանքի մեջ و ما را پیروزی میبخشه و در کار ایمان در کار ایمان ما را رشد میده որպեսզի ել մենք հետ չնայենք که ما دیگه به عقب نگاه نکنیم թե ինչ ենք թողել که چی واگذاشتیم որովհետեւ Հիսուսն ասեց ով որ չթողնի հայր, մայր, քույր, եղբայր, برای اینکه عیسی فرمود هر که نگذاره پدر مادر տուն, աղ, ինչ որ ունի ինձ خانه արժանի زمین هر چی که داره برای من نگذاره لایق من نیست Եվ մենք գիտենք, որ շատ շատերը այդպես թողել եք Հիսուսի անվան համար, ما میدونیم اطلاع داریم که شما بیشترتون این چیزها را به خاطر عیسی مسیح واگذاشتیم որտեղ հալածվում են, բանտերում կան, که در زندان هستند در رنج و زحمت هستند եւ այստեղ էլ հեշտ չի ձեզ համար, որ այս երկրում ճիշտ է, ասես թե խաղաղություն կա, բայց հեշտ չի դժվար պահերը, در اینجا هم برای شما سختی های زیادی هست آسون نیست برای شما ما مطلع هستیم բայց մենք պետք է խաղաղ եւ ուրախ լինենք, որ Հիսուսը մեզ հետ է, մեր մեջ է, ولی ما باید در آرامش باشیم که عیسی مسیح با ما هست որովհետեւ այնպիսի մեծ սեր է մեր նկատմամբ ցուցաբերած երկնքից, برای اینکه محبت عیسی مسیح نامحدوده որ այդ սերն է մեզի պահում, հաստատում, աճեցնում که این محبت ما رو نگه میداره رشد میده եւ լցնում, որպեսզի մենք էլ կարողանանք սիրով հաղթել, ինչպես Հիսուսը սիրով հաղթեց ամեն պահերում։ و ما را پر میکنه که ما بتونیم با محبت دنیا را بر دنیا پیروز بشیم همونطور که عیسی مسیح بر دنیا پیروز شد Եվ այսօր իմ սրտումս կա խոսելու Քրիստոսի սիրով մասին, միտեղ, امروز میخواهم با شما درباره محبت عیسی مسیح با شما صحبت کنم որտեղ շատ պարզ, բացարձակ ձևով երևում է իր ամբողջ սերը իրեն հավատացողների նկատմամբ։ خیلی برای اینکه خیلی آشکارا مهر و محبت عیسی نسبت به شاگردان نسبت به همه آشکار میشه Եվ ես ուզում եմ կարդամ Հովաննավետարան 13-րդ գլխից, و من میخوام از انجیل یوحنا باب 13 براتون بخونم սա այնտեղ նա Հիսուսի վերջին ընթրիքն է իր աշակերտների հետ, و این درباره شام خداوند درباره شام آخری بود که عیسی مسیح انجام داد որտեղ ինքը իր վերջի պատգամները տվեց իր աշակերտներին, برای اینکه اون شرطها فرامین آخریش را به شاگردان داد եւ մի շատ կարևոր գործողություն արեց, و یک کار بسیار مهمی انجام داد որի մեջ տեսնում ենք իրով ինչքան ինքը սիրեց եւ խոնարհվեց։ که در اون می‌بینیم که اون چقدر محبت کرد و چقدر فروتان شد Եվ անգամ որ մեղավորների ոտքերը լվաց։ حتی پای گناهکاران را شست Եվ խոսքը այսպես է սկսում, Զատկի տոնից են առաջ Հիսուսը իմացավ, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխվի դեպի Հայրը, իրեններին, որ այս աշխարհքումն են, սիրեց եւ մինչեւ վերջն էլ սիրեց նրանց։ براتون میخونم فصل 13 یوحنا یک روز قبل از عید فصح بود عیسی فهمید که ساعتش فرا رسیده است و میبایست این جهان را ترک کند و پیش پدر برود او که همیشه متعلقان خود را در این جهان محبت مینمود اونها را تا به آخر محبت کرد وقت شام خوردن بود اینجا Եվ
Շատ հետաքրքիր է, որ Հիսուսն ասեց, Հիսուսի մասին գրված է, որ իր ժամը արդեն հասել է։ و نوشته شده که ساعت آخر عیسی رسیده بود Հիսուսը որպես մարդու որդի, و عیسی به عنوان پسر انسان ինչպես իմացավ, որ իր ժամը հասել է արդեն։ چطور فهمید که ساعت آخرش رسیده Ես շատ կարևոր է و این خیلی مهمه Աստծո ժողովուրդ, որ մենք էլ իմանանք մեր ժամը հասել է թե չի հասել։ مردم خدا که ما بدونیم که ساعت آخر ما رسیده یا نه Եվ իմաստունները քննում են ժամանակը եւ գիտեն ինչ ժամ է հասել։ اونا که حکمت دارن تشخیص میدن در چه زمانی در چه وقتی ما زندگی میکنیم Եվ տեսնում ենք Հիսուսի կապը իր հոր հետ, երկնքի հետ։ و ما میبینیم چه رابطه عیسی با پدر آسمانی داشت Դրա համար ինքը գիտեր ինչպես իր ժամը հասավ եւ ինչ պետք է լինի, ինչ պետք է անի ինքը։ برای این خودش میدونه که در چه زمانی زندگی میکنیم در چه حالتی هستش خودش همه اینا رو تشخیص میداد Այսօր մեր ժամն էլ է հասած, որպեսզի մենք էլ անենք այն գործը, ինչ որ մեզ պատվիրել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ امروز هم ساعت ما رسیده که اون چی که عیسی مسیح به ما فرمان داده خرد داده انجام بدیم Որտեւ արդեն գիտեր, որ պետք է ինքը տեղափոխվի այս աշխարհիցը այնտեղ, որտեղից եկել է։ برای اینکه میدونست که خودش باید منتقل بشه از اینجا به عالم بالا که از اونجا که خودش اومده بود Սա ապացույցն է, որ հնարավորություն կա երկրից երկին գնալու մարդկանց։ این ثابت میکنه که هست چیزهایی که انسان میتونه به عالم بالا بره Եվ անպայման կլինի նրա հետ է, եւ որ ինքը միշտ Աստծո հետ կապի մեջ է, Հիսուս հետ կապի մեջ է։ حتما برای اون هر کسی اتفاق میفته که با رابطه صمیمانه با خدا داره Եվ Սուրբ Հոգու հետ միշտ հաղորդ է, که با روح القدس همیشه در ارتباطه որտեղ Սուրբ Հոգին գիտի ինչ կա աշխարհի մեջ, ինչ է կատարում եւ գիտի Աստծո խորհուրդները եւ մեզ էլ ինքը կարող է հայտնել, եթե մենք իր այդ կապի մեջ ենք։ و روح القدس همه چی رو میدونه نقشه ها و نقشه های پنهانی خدا رو میدونه اگر ما با او رابطه صمیمی داشته باشیم Եվ ես ուզում եմ այս խոսքն էլ որպեսզի ավելի մեզ պարզ դառնա, ասես որ սիրեց, որոնք աշխարհի մեջ են եւ միջև վերջը սիրեց։ من میخوام این کلام رو بخونم که نوشته شده اونایی که در دنیا بودن محبت کرد و تا انتها محبت کرد Հովանու 3:16-ում գրված է. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածին որդին տվեց, ով որ հավատա չկորցնի, այլ հավիտենական կյանք ունենա։ در یوحنا 3:16 میدونیم که آیه معروف نمی خدا اونقدر محبت کرد دنیا رو که فرزند یگانه خودش داد اون که باور داشته باشه عیسی رو بپذیره این زندگی جاودانی داشته باشه Տեսնում ենք, որ Հովանեսը ներկայացնում է Աստված այնպես սիրեց, որ իր որդին տվեց։ و اینجا یوحنا ارائه میده که خدا اونطور دوست داشت که فرزند یگانه خودش رو داد Իսկ այստեղ տեսնում ենք որդու մասին, ասում է այնպես սիրեց եւ մինչև վերջը սիրեց։ و اینجا درباره فرزند خدا میبینیم که دوست داشت اونطور دوست داشت که همه رو دوست داشت Դրանք առանցին խոսքեր չեն, դրանք մեկ-մեկ հետ կապված է, որովհետեւ այնինչ որ հայրն էր պատվիրել որդին, մինչև վերջ կատարեց։ و اینا از هم جدا نیستن بی ربط نیستن به هم دیگه ربط دارن همونطور که خدا دوست داشت عیسی مسیح هم دوست داشت Եվ այս խոսքի մեջ մենք կարող ենք տեսնել, որ այն գործը, որ Հիսուսը սկսեց, մինչև ավարտին են հասցրեց։ و Իսա չթողեց։ در این کلمات ما میتونیم ببینیم که این کاری که عیسی شروع کرد تا آخر انجام داد Եվ մենք էլ պետք է սովորենք Հիսուսից այն գործը, որ մեր մեջ սկսվել է Հիսուսով, որ մենք էլ մինչև վերջ կատարենք։ باید تعلیم بگیریم یاد بگیریم از عیسی اون کاری که به ما به عهده ما گذاشته تا آخر انجام بدهیم Ամեն։ آمین Աստված օրհնի բոլորիս, خدا برکتتون بده همتون որ մենք ամենքս սովորում ենք Սուրբ Հոգուցը, որը Հիսուսի հոգին է, որը կատարել է այն գործը, որ պատվել էր երկնքից։ Առանց Սուրբ Հոգու Հիսուս այդ գործը չէր կարող անել։ ما تعلیم میگیریم از روح قدوس که از آسمان اومده از عالم بالا اومده و تعلیم دهنده حقیقی روح قدوس هست Աշխարհում ինչքան դեպքեր կան, որ մարդիկ սիրում են մեկը մեկին,
բայց մինչև վերջ չեն կարողանում սիրել։ در دنیا وضعهای زیادی هست که مردم یکدیگر رو دوست دارن ولی نمیتونن وفادار و تا آخر وفادار باشن. Որովհետև դա մարդկային սերն է։ برای اینکه این محبت انسانیه. Մարդկային սերը սպառվում է։ محبت انسانی تموم میشه. Որտեղ երբ որ մեկը վշտանում է մեկից, սիրող մեկից, برای اینکه یکی از یکی ناراحت میشه եւ անգամ նա պատրաստ է իրան սպանել, حتی حاضر اونا بکشه ضرر بزنه. դա Աստծո սերը չի, այլ Աստծո սերը մինչև վերջ կարողանում է սիրել։ این محبت خدا نیست. محبت خدا میتونه تا آخر وفادار باشه. Եվ հիմա մենք այս հատվածի մեջ տեսնենք, որ այս խոսքը ինչպես լրիվ իր գործը կատարեց։ و ما در این نقطه در این فکر ما میدونیم که کلام خدا چطور تا آخر کار خودش رو انجام داد. Եվ երբ որ ընտրիկ էր լինում, սատանան արդեն Հուդա Սիմոնյան Իսկարիոտացու սրտի մեջ էր գցել, որ մատնեն նրան։ و وقتی شام آخر بود شیطان در دل عیسی اسکاروتی گذاشته بود که اونا که بی‌وفایی بکنه نسبت به عیسی. Եվ դա այդ ընտրիկն էր, որ այդ ընտրիկը շատ խորհրդավոր ընտրիկ է։ و این شام آخر خیلی خیلی مهم و مقدس بود. Ես ուզում եմ զուգահեռ անցկացնել Ղուկասի 22-ը։ در لوقا 22 14 խոսքից Եվ երբ որ ժամը եղավ, նա սեղան նստեց եւ 12 առաքյալներն էլ նրա հետ։ Եվ նրանց ասեց. ցանկանալով ցանկացա այդ զատիկը ձեզ հետ ուտել ինչ հաճարվելուց առաջ։ Որովհետև ասում եմ ձեզ, թե սրանից էլ երբեք չեմ ուտի, մինչև որ կատարվի Աստծո արքայությունը։ Եվ բաժանն արավ գոհացավ եւ ասեց. առեք դրան եւ ձեր միջումը բաժանեցեք, որովհետև ասում եմ ձեզ, թե որդի բերքից են էլ չեմ խմի, մինչև որ Աստծո արքայությունը գա։ وقتی ساعت معین فرا رسید عیسی با رسول الله سر سفره نشست و به آنان فرمود چقدر مشتاق بودم که پیش از مرگم این فصل را با شما نیز بخورم. به شما میگویم تا آن زمان که این فصل در پادشاهی خدا به کمال مقصود خود نرسد دیگر از آن نخواهم خورد. بعد پیاله به دست گرفت و پس از شکرگزاری گفت این را بگیرید و بین خودتان تقسیم کنید. Եվ հացն առավ գոհացավ կտրեց եւ նրանց տվեց եւ ասեց. այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընտրիկից հետո բաժակն առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, որ ձեզ համար թափվում է։ همچنین کمی نان برداشت و پس از شکرگزاری اون را پاره کرده و به آنان داد و فرمود این بدن من است که برای شما تسلیم می شود. این کار را به یادبود من انجام دهید. به همین ترتیب بعد از شام پیاله را به آنان داد و فرمود با خون خود که برای شما ریخته می شود پیمان تازه‌ای بستم و این پیاله نشانه آن است. Եվ հետաքրքիր է, որ Հիսուսը այդ խորհրդավոր ընտրիկը արեց մի նպատակի համար։ و این جالبه که عیسی این شام آخر برای یه منظور یه مخصوصی انجام داد. Որպեսզի հիշեն Հիսուսին։ و که عیسی را به یاد بیارن. Հիսուսին հիշել նշանակում է այն գործը, որ ինքը կատարել է, որ նա էլ մեր մեջ միշտ կատարվի։ Այս հիշողությունը դա կյանքի համար է։ یاد آوردن عیسی نشون میده که مثلا باید همه زندگی عیسی همیشه در جلوی چشم باشه و اون کاری که خودش کرده ما هم انجام بدیم. Եվ այդ օրը Հիսուսը մի նոր զատիկ հայտարարեց و اون روز عیسی روز تازه‌ای برای فصل اعلام کرد. որովհետև հрьяաների զատիկը ուրիշ խորհուրդ ուներ։ برای اینکه فصل یهودیان یه معنی دیگه ای داشت. Նրանց մեջ հավիտենական կանոն էր դրել Աստված, որ Եգիպտոսից ինչպես դուրս եկան Մովսեսի ձեռով, մեծ զորություններով, հրաշքներով, որ միշտ հիշեն այդ օրը։ و این نشانه این بود که خداوند با بازوی توانای خود اونها را از مصر بیرون آورد و این فصل اینو یادآوری میکرد. Հիմա էլ Հիսուսը մի նոր զատիկ հայտարարելով ասեց, որ
ով որ մարդու որդու մարմինը ուտի, իր կյանք պետք է ունենա։ و عیسی یه فصل تازه اعلام کرد اون که بدن و خون عیسی را بخوره و بچشه زندگی تازه زندگی جاودانی خواهد داشت Եվ այդ արյունն էլ որ պետք է թափվի ամենքի մեղքերի թողության համար, այսինքն արյունը ով որ խմի, իր անձի մեջ կյանք պետք է ունենա։ و این خون هم که ریخته شد اینطور قوت داره که هر که از اون بخوره و بنوشه زندگی جاودانی در خودش داره Դա միանշանակ ցույց է տալիս հավիտենական կյանքի մասին։ و این یک دفعه برای زندگی جاودانی نشون میده Որովհետև ոչ մի մարդկային այրուն չի կարող մեղքերի թողություն տալ։ برای اینکه هیچ خون انسانی نمیتونه برای گناهان جریمه گناهان را بپردازه Միայն Հիսուս Քրիստոսի այրունը, որովհետև նա է միակ արդարը, սուրբը, Աստվածանից ուղարկվածը, առանց մեղքի նրա մարմինը եւ այրունն էլ սուրբ այրուն էր համարվում։ فقط خون عیسی مسیح میتونه که اون عادل بود اون راست بود درست بود و تنها ضد عیسی مسیح برای خدا پذیرفته میشد که میتونست گناهان بشر را از بین ببره Եվ այդ օրը, որ այդ վերնատանը հավաքվել էին, و اون روز که در اون بارو خونه جمع شده بودن ճիշտ է, ասենք այսօր նկարները կա, Լեոնարդի դա Վինչին նկարել է Սեղանի շուրջ այդպես նստած 12 առաքյալներ Հիսուսն իրանց հետ։ درست این عکس و تصاویر که داوینچی عکاسی که نقاش معروف کرده Բայց ընդհանրապես հрьяաները, ես գիտեմ, որ մուսուլմանական աշխարհում է, սեղանը շատ ցածր է, իրեն բարձի վրա են հեվում, այս ձեռքով հեվում են, ձախ ձեռքով ուտելիքն են վերցնում։ ما در دنیای اسلام که چیز این میزها خیلی پایینه و روی بارش تکیه میکنن و غذا میخورن Եվ հետաքրքիր է, որ այս 12-ի մեջ մեկը կար, որ իր սրտում կար, որ Հիսուսին պիտի մատներ։ و این یکی از این 12 نفر بود که باید به عیسی خیانت میکرد Ինչու համար։ برای چی؟ Որովհետև նա երբեք Հիսուսի Տեր չէր կոչել, չէր ընդունել Հիսուսի որպես Տեր եւ Փրկիչ։ برای اینکه هیچ وقت اون عیسی را به عنوان ناجی به عنوان خداوند نپذیرفته بود Հիսուսի հետ քայլում էր, բայց ինքը Հիսուսի հետ չէր։ Իր սրտի մեջ ուրիշ նպատակներ կար։ با عیسی راه میرفت ولی دل او از عیسی جدا بود Հիսուս իրան ոչ մի վատ բան չէր արել, որ գնար մատներ։ و عیسی هیچ کار بدی به اون نکرده بود که اون بره اون را اسناد باندی Եվ بکنه այսօր էլ Սատանան տեսնում է ոմանք, որ Հիսուսի անունը տալիս են, բայց Հիսուսի հետ չեն։ و امروز هم شیطان میبینه که اونایی که نام عیسی را به زبان میارن ولی قلبان با عیسی مسیح نیستند Նրանց սրտում էլ է դնում, որ շատերը մատնում են Հիսուսին։ Այսինքն Հիսուսի աշակերտներից, եթե մեկը եղբորը մատնում է, դա Հուդայի գործն է։ و امروز هم اصلا به عنوان ایمانداران که با قلبن عیسی را دوست ندارن میتونن این کار رو بکنن Ինչքան քրիստոնյա եղբայրներ, քույրեր են մահապարտ դարձել, բանտերում, այդպես նստել մատնիչների ձեռքով, որոնք սուտի քրիստոնյաներն են մատնել։ برای از دست این چیزهای دروغی ایمانداران دروغی چقدر ایمانداران صادقی در زندانها در رنجها و زحمتها جان سپردند Եվ Երանի այն հոգուն, այն եղբորը, այն քրոջը, որ իր սրտում Հիսուսի նկատմամբ բացարձակ սերը կա, մինչև վերջ, ինքն էլ սիրի Հիսուսին, ինչպես Հիսուսն է մինչև վերջ սիրել իրեն։ Եվ خوشا به حال به اون برادر به اون خواهر که صادقانه عیسی مسیح رو دوست داره و تا آخر دوست داره همونطور که عیسی ما رو دوست داشته بود Եվ հրեական կարգ ու կանոնով իրանց սովորության համաձայն طبق عادات یهودیان երբ որ հյուր էին կանչում իրանց տուն, وقتی مهمون می‌خوندن تو خونه տանտերը ուներ ծառաները պետք է հյուրերի ոտքերը լվանային։ و این صاحب خونه خدمتکارانی داشت که به پای مهمانان رو باید می‌شستن Դա ցույց էր տալիս, որ տանտերը հյուրին ինչքան է սիրում։ و این نشون میداد که صاحب خانه چقدر نسبت به مهمانان محبت داره Բայց այստեղ տեսնում եք տանտերը Հիսուսն է, որ հավաքել աշակերտներին,
ولی اینجا می‌بینیم که صاحب خانه عیسی است که شاگردان جمع کرده Ասենք առաքյալները համարեք որպես ծառաներ պետք է լինեն, բայց Հիսուսը ասում է ղենջակը իր մեջ կկապեց, կոնքի մեջ ջուր լցրեց եւ սկսեց աշակերտների ոտները լվանալ։ و در اینجا شاگردان میباید که خدمتکاران عیسی باشند ولی اینجا می‌بینیم که خود عیسی یه حوله‌ای به کمر بست و خودش مشغول خدمت به شاگردان شد Եվ դա երևում է, որ տանտերը ինչքան էր սիրում իր ծառաներին, իր աշակերտներին, որ ինքը խոնարհվեց նրանց ոտքերը լվաց։ و این نشون میده که صاحب خانه چقدر دوست داشت شاگردانش که خودش فروتن شد و پاهای اونا رو شست Ես շատ մեծ խորհուրդ ունի, եղբայրներ ջան։ و این خیلی معنی استعاری معنی خیلی روحانی بزرگی داره Це գրված է եւ երբ որ սկսեց աշակերտների ոտները լվանալ եւ այդ ղենջակովը սրբել, اینجا نمیشه وقتی شروع کرد بشه پای شستن پاهای شاگردان و واسه به حول خوش کردن մի քանիսի ոտները լվաց եւ մոտեցավ Պետրոսին։ به چند تا رو شد و نزدیک شد به پتروس Ոչ մեկի մտքով այդ ժամանակ չանցավ, որ Հիսուս դու Տեր ես, դու իմ ոտքերը չպիտի լվանաս։ یکی Ես այդ քո ոտքերը ես պետք է یکی լվանամ։ نگفت عیسی تو صاحب صاحبان هستی تو صاحب خانه هستی خدا هستی تو نباید پاهای ما رو بشویی Ես մտածում եմ երևի, որ Հիսուս ինչ որ անում էր, ասես իրանք համաձայն էին դրա հետ։ من فکر میکنم اونچه که عیسی میکرد این بقیه شاگردان باش موافق بودن Բայց հետարքիրա Պետրոսի մեջ նախանձավորությունը, փափագը Հիսուսի նկատմամբ, ասես դու ոտներս չպիտի լվանաս։ ولی پتروس غیرت کرد گفت که تو من اجازه نمیدم تو پاهای ما رو بشویی Հիսուսն ասեց Պետրոս, ես ինչ որ հիմա անում եմ, դու չգիտես դեռ։ و به پتروس گفت من که این کارو میکنم تو حالا نمیفهمی چی کار دارم میکنم Պետրոսը դարձյալ շարունակեց ասես, հավիտյան դու իմ ոտքերը չպիտի լվաս։ و دوباره ادامه داد که جاودان تو نباید پاهای ما رو بشویی Տեսեք Պետրոսի ներսից խոսք եղավ, որ հավիտյան չպիտի լվանաս։ نه از پتروس اینطور کلام در اومد که نباید تو پاهای ما رو بشویی Որովհետև դու Աստծո որդի ես, դու բարձր ես, դու Տեր ես, դու իմ ոտները ոնց հավիտյան լի, ավելի հեշտ ես քո ոտները պետք է լվանամ։ نه اینکه تو فرزند خدا هستی بزرگ هستی خدا هستی چطور ممکنه تو پاهای منو بشویی Բայց մի խորհուրդ Հիսուսը ասեց Պետրոսին. Պետրոս, եթե ես քո ոտները չլվանամ, դու ինձ հետ բաժին չունես։ Մենք տարբեր մարդիկ ենք, մենք օտար ենք իրար։ ولی عیسی گفت پتروس گوش بده اگه من پاهای تو رو نشویم تو با من ارث و قسمت نخواهی داشت Երբ որ Պետրոսը լսեց, որ ոնց կլինի Հիսուսից առանձնանալ, բաժին չունենալ Հիսուսի հետ, Հիսուսի հետ չմեկանալ, ասեց գլուքս է լվա, ձեռքերս է լվա, ոտքերս է լվա։ ولی پتروس دید که چقدر بده اصلا با از عیسی قسمت و ارثی نداشته باشد از عیسی جدا بشه گفت که خواهش میکنم پاها دستهای سر من بشو Այսինքն մի հատ լոգանք ընդունեմ ես էլ ամբողջապես։ یعنی که یه حمام خوبی بگیرن Բայց Հիսուսն ասեց դուք բոլորդ մաքուր եք այն խոսքովը, որ ես ձեզ հետ խոսել եմ։ ولی عیسی گفت شما همه تمیز هستین با اون کلامی که من به شما گفتم Դուք լվացված եք, դուք մաքուր եք, արդեն այդ լոգանքը ընդունել եք։ شما شسته شدین شما هم تمیز هستین به واسطه کلام خدا Ինչքան խոսքեր որ խոսել եմ, ընդունել եք կյանքի համար, դուք մաքրված եք դրանով։ اون کلام های خدا که من برای شما خوندم شما این کلام رو پذیرفتین تمیز شدین Լվացվածին միայն ոտքերն է պետք լվանան։ اون که شسته شده فقط پاهاشو باید بشوییم Որովհետև այդ ոտքերը ճանապարհ են եկել։ برای اینکه این پاها راه رفتن Ինչ նպատակի համար են եկել։ Եկել են Հիսուսի մոտ այդ ոտքերը։ برای چه نپاتک بونسال چه هدف برای چه هدفی اومدن برای چه منظوری اومدن Եվ Հիսուսի մոտից պետք է մաքուր գնան։ از پیش عیسی باید خیلی تمیز برن Պարոն ջան, ես մտածում եմ, որ ոչ թե աշակերտների ոտքերը փոշի երկետոտ է դրա համար Հիսուսը լվաց։ من فکر میکنم برادران نه که پاهای شاگردان کثیف بود برای این شد Այլ դա նպատակն էր, դա սիրո արտահայտությունն էր, սիրո խոնարհությունն էր,
որ ընդունում եմ ես քեզ որպես իմ թանկը بلکه این یک اثبات، یک تثبیتی برای نشان دادن محبت و فروتنی عیسی نسبت به شاگردانش بود. անգամ սխալ չէ որ ասենք Իրանից բարձր համարեց Հիսուսը درست غلط نمیشه بگیم که خودش شاگردان از خودش برتر دانست. որովհետև նրանք նստեցին Հիսուսը խոնարհվեց եւ լվաց برای اینکه اونا نشستن و عیسی فروتن شد و پاهاشون شد. դարապես փոքրնա այսինքն ցածրնա ծառանա մեծի պատիվ տալիս ոտեր լվանա չգիտեմ ինչ անի վազի ջուր բերի տա البته کوچک خدمتکار خدمت میکنه به اربابش. բայց այստեղ տեսնում ենք Հիսուսի սերը մինչև վերջ ولی اینجا ما خیلی تعجب میکنیم، میبینیم که محبت عیسی نسبت به شاگردانش چقدر زیاد بود. Եվ դարձել երբ որ վերջացրեց այդ ամենը, ասեց գիտեք ես ինչ արեցի ձեզ, հասկացաք ինչ կատարվեց։ و گفتش که دیدیم من چیکار کردم، معذرت میخوام برای این حرف، این محبت عیسی زیاد نبود، نامحدود بود، حدی نداشت. Որովհետև ասեց դուք ինձ Տեր եւ Վարդապետ եք կոչում։ برای اینکه شما به من میگویین که آموزگار و خداوند. Այսեք 12-ից 11-ը Տեր եւ Վարդապետ էին կոչում։ Միայն Հուդան էր որ Տեր չկոչեց իրան երբեք Հիսուս։ از 12 یا 11 عیسی را خداوند و معلم میدونستن، ولی فقط یهودا این کار نمیکرد. Միայն ուսուցիչ էր։ فقط میگفت آموزگار. Էդել չսովորեց։ اونم یاد نگرفته. Եվ Հիսուս այդպես պատվիրեց. Եթե ես Տերս եւ Վարդապետս ձեր ոտները լվացի։ اگر من خداوند و آموزگار شما پاهای شما رو شستم، ուրեմն դուք էլ պիտի իրար ոտներ լվանաք։ شما باید فروتن بشین و پاهای همدیگه رو بشونید. Որտեղ ասում է ես ձեզ օրինակ թողեցի։ من برای شما مثالی گذاشتم. Մենք գիտենք որ մեր կյանքի օրինակը ճանապարհը ճշմարտություն Հիսուս Քրիստոսն է։ ما میدونیم که راه و زندگی راستی عیسی مسیح است. Որտեղ դրանով է ամեն բան, դրանով է փրկությունը, դրանով է ճշմարիտ ճանապարհը, մաքրվելը, սրբվելը, արդարանալը, օրինակն է նա։ برای اینکه همه با وسیله عیسی نجات، راه، راستی، خوبی، نیکویی همه از عیسی ساخته میشه. Դամար ասում է այն ինչ որ ես արեցի, դուք եք պետք է անեք, որովհետև այդ է բարի։ برای اینکه میفرماید اون کاری کردم شما باید بکنید که این است نیکویی و خوبی که خدا را خوشنود میکنه. Եվ եթե ասում է այս գիտեք, երանելի եք, եթե կատարեք։ میگوید اگه این رو بدونین شما خوش را به حالتون که اینا رو انجام بدین. Հիմա սա ինչ-որ հատուկ օրենք չի, و این یه قانون به خصوصی نیست որ հանկարծ մեկը չանի իրան պատժել։ که هر کسی که اینو انجام نده اونا مجازات کنن. Սա սիրո պատվիրանը, این یک قانون محبته. ով որ կատարի ինքը պիտի վայելի այդ օրհնությունը։ هر که انجام بده باید این محبت و این لذت و این خصوصیت رو بچشه. Դրա համար ես համոզված եմ, երկար տարիներ է որ այդ ընթացքի մեջ ենք, من վայելում ենք դա, مطمئنم و سالهای زیادی است که در این عمل هستم و من مطمئن هستم. ես էլ անձամբ պատրաստ եմ ամենքի ոտքերը լվանալու, անկախ նրանից ով այդ անձնավորությունը։ منم شخصا حاضرم پای همتون رو بشورم هر که میخواد باشه. Որովհետև այդ պատվիրանը սիրո պատվիրան է եւ ես սիրում եմ այդ պատվիրանը, եւ սիրով էլ կատարում եմ։ برای اینکه این یک قانون محبته و من حاضرم با محبت این قانون رو انجام بدم. Որտեւ այդպես մեր Տերն է պատվիրել։ برای اینکه خدای ما اینطور فرمان داده. Եթե չանեմ, ես ինքս ինձի զրկում եմ դրանից, այդ օրհնությունից զրկում եմ։ اگر من این کار نکنم خودم رو محروم میکنم از این برکت. Որտեւ Պետրոս, եթե չեմ անում, ուրեմն մենք բաժին չունենք։ Իրար հետ բաժին չունենք։ اگر این کار نکنم من ارثی و قسمتی از عیسی ندارم. Այստեղ
Ես ուզում եմ ճիշտ հասկանանք, այստեղ ոչ մի հիգիենա, ոչ մի բան չի կարող աշխատել, որտեղ սա հավատքի գործ է։ در اینجا مسئله پزشکی و تمیزیت و این نیست. اینجا مسئله فروتنی منظور یک روحانی، یک فروتنی هست. Աստված թող օգնի, որպես այդ խորհուրդը մեզի բացվի, خدا برکت رو بده، خدا مکاشفه کنه که این کلام برای ما مکاشفه بشه. եւ մենք սիրենք իրարու, که ما همدیگه رو دوست بداریم անմնացորդ, ինչպես Տերը սիրեց եւ մեզ պատվիրեց։ همونطور که عیسی ما رو دوست داشت و به ما وعده داد. Աստված օգնական լինի, որ գա այդ ժամանակը, خدا برکت رو بده که این وقت هم میرسه որ Սուրբ Հոգին է մեր մեջ այդ խորհուրդը բացողը, که روح القدس در ما این مکاشفه رو میکنه. ասում է իմ խոսքերս ամենքը քաղցր են, մեղրի պես են, գերեք։ و خودش میگه این سخنان من همه شیرین و مثل عسل شیرین هستند، بخورید. Սա էլ մի խոսք է, որը նույնպես մեղրի պես է։ و انجیل هم یه کلام خدا مثل عسل از عسل شیرین تره. որը անուշ է լինում մարդու քինքին եւ որ ուտում է։ که خیلی زندگی و مزه داره، لذت میده. Ես մտածում եմ, որ մենք բոլորս համաձայն ենք Աստծո խոսքի համապատասխան, من فکر میکنم که همه ما موافق هستیم با از طریق کلام خدا որ ամեն մի Աստծո պատվերները Հիսուսով, Աստծո պատվերները که وعده های خدا را، فرمان های خدا را به وسیله عیسی مسیح մենք սրտի լիակատար հոժարությունով կատարենք, որտեղ դրա մեջ Աստծո օրհնություն ու զորությունն է از հայտնվում։ ته دل، از عمق وجودمون فرامین خدا را نگاه داریم که برکت میگیریم Ոչ մի բան զանց չանենք, و هیچی را رد نکنیم մինչև վերջ մնանք հավատարիմ այդ խոստումներին, այդ պատվիրանին։ تا آخر وفادار بمانیم. Փառք Տիրոջը, شکر بر خدای بزرگ որ մեզ բացված այդ խորհուրդը که برای ما این کلام رو مکاشفه کرده մեր սրտերը հոժար են, که دلهای ما راضی به این کار است որտեղ այն եկեղեցին, համարվող եկեղեցին, որ անմնացորդ Աստծո պատվիրաններով է ապրում, այդ եկեղեցին պիտի հափշտակվի։ برای اینکه اون کلیسایی که بدون هیچ چون و چراغ و تمام دل به عیسی وفاداره، اون کلیسا برخیزانده میشه. Շնորհակալ եմ Տիրոջից متشکریم از خدای بزرگ եւ ես ուզում եմ ամփոփեմ, որ տեսնանք Հիսուսի սերը մինչև վերջ, որ դրանից հետո ինքը գնաց խաչի վրա էլ իր արյունը թափեց։ و من میخوام خلاصه کنم که محبت خدا که بعد از اینکه رفت و بر روی صلیب هم خون خودش رو ریخت. Դրա համար էլ ասես քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս գավաթը խմեք, Տիրոջը մահը պիտի պատմեք մինչև որ գա։ برای اینکه فرمود هر چند از این نان بخورید و هر چند از این خون بنوشید، به یاد من این کار را بکنید. Չի ասում պիտի պատմեք նոր խմեք, այլ պետք է ուտեք խմեք նոր պատմեք։ نمیگوید که اول تعریف کنیم، به یاد بیاریم بعد بخوریم و بعد به یاد بیاریم که عیسی مسیح این فداکاری را برای ما کرده است. Որովհետև չկերած դու նրա համը ոնց կիմանաս որ պատմես, պետք է ուտես որ համ իմանաս նոր պատմես։ برای اینکه اینجا طعم روحانیه، نخوردی چطور میتونی تو تعریف کنی، ولی وقتی خدا لمس میکنه این مکاشفه به تو میشه، اون وقت میتونی تو یادآوری کنی. Ամեն, համաձայն ենք, ներողություն ձեզ։ موافق هستین؟ خدا برکتتون بده. Աստված օրհնի։ Աստված օրհնի բոլորին։